Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Մեկնելուց առաջ Կալաձեն լրագրողներին ասել է, թե հանդիպելու է Իրանի էներգետիկայի նախարարի, արտգործնախարարի, ինչպես նաև Իրանի փոխնախագահի հետ։ Գրուզիա օնլայն կայքի փոխանցմամբ նա ասել է, որ քննարկվելու է Իրանից բնական գազ ստանալու հարցերը, որը նրա խոսքերով կարելի է իրականացնել երկու ճանապարհով՝ կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի տարածքով։ Հետաքրքիր է նաև գազի գինը, որովհետև մրցունակության առումով այն ավելի թանկ է, քան Վրաստանում այսօր գործող գները, նշել է նա։ Civilj կայքը մեջբերում է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի հաղորդագրությունը, որտեղ Կալաձեի այցի հետ կապված նշված է. Վրացական եւ իրանական կողմերը այս փուլում ուսումնասիրում են Իրանից բնական գազ Վրաստան մատակարարելու հնարավորությունը։ Քննարկվելու են նաև էներգետիկ ոլորտում կարևոր ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, նշված է նախարարության հաղորդագրությունում։ Հիշեցնեմ, օրերս Վրաստանում Իրանի դեսպանը անդրադառնալով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հարցին, ավելի հավանական էր համարել Իրանի, Վրաստանի, ռուսական Գազպրոմի եւ Հայաստանի միջև փոխանակում կատարելը, միաժամանակ նշելով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով անցկացնելու հնարավորությունը։ Իսկ փետրվարի 10-ին Թբիլիսիում անցկացված Վրաստանի էներգետիկ քաղաքականության վերաբերյալ հասարակական քննարկումներում էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին ասել է, որ այս փուլում իրանական գազը Վրաստանին ձեռնտու չէ, քանի որ այն 25%-ով թանկ է Վրաստանում սպառվող գազի գնից, բայց նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններում պետք է առաջին դիրքերում լինել, որովհետև Իրանին հետաքրքրում է տարածաշրջանը, իսկ Վրաստանին հետաքրքրում է Իրանում առկա ռեսուրսները։ Վերջին շրջանում Իրանի եւ Վրաստանի միջև ակտիվ շփումներ են տեղի ունենում։ Անցած ուրբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում հանդիպել է իրանցի գործընկերոջ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ։ Ավելի վաղ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի միջև։ Նշեմ նաև, որ փետրվարի 15-ից երկու երկրները իրենց քաղաքացիների համար վերականգնում են այցելությունների ազատ ռեժիմը։ Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են Իրան մեկնել, Իրանի քաղաքացիները Վրաստան այցելել։ Գրուզիա օնլայն կայքը հաղորդում է, որ հենց այսօր Իրանից արդեն հյուրեր են ժամանել Վրաստան, այդ թվում Իրանի տպագիր եւ էլեկտրոնային մամուլի աշխատակիցներ։